Где я должен был быть? Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեզ մոտ խաղային շաբաթը շարունակվում է ու մեկնարկում է երկրորդ խաղային օրը, որտեղ մրցում են միմյանց դեմ Էլիտ լիգան ներկայացնող երկու ակումբներ, Չելսին ընդդեմ Վոտֆորդի շատ հետաքրքիր դիմակայության ականատես ենք լինելու այս 50 րոպեների ընթացքում գնդակով Չելսիի ֆուտբոլիստերն են երկար փոխանցում են տեսնում Ալավերդյանից դեպի Իսրայելյանը մի փոքր լավ չընդունեց Իսրայելյանը գնդակ ու այն հեռացավ դաշտի սահմաններից եկեք հիմա ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին սկսենք հենց Չելսիից այո Էրիկ Պողոսյանը դեռ անցած խաղում երբ ստացավ վնասված Ատլետիկոյի դեմ խաղում չի վերականգնվել եւ այսօր կրկին դարպասը պաշտպանում է Վլադիմիր Ալավերդյանը համար 1 Վովա Խալափյան համար 6 Գրիշա Գրիգորյան համար 7 Ժորա Հակոբյան համար 8 Գյորգի Իսրայելյան համար 9 Ժիրայր Պապիկյան համար 10 ով թիմի ավագ թե Արսեն Ասատրյան համար 11 Էրիկ Հարությունյան համար 17 Սմբատ Պողոսյան համար 23 Տիգրան Ճուխաջյան համար 77 եւ Գևորգ Հովանեսյան համար 99 Վոտֆորդ Վիցա Գրիգորյանը պաշտպանում է դարպասը համար 1 հիմա Ասատրյանը գնդակը խլեց, բայց հետո էլ արդեն Արուշանյանը շատ հաջող գնդակի խլում իրականացրեց ու ինչ է նշանակում մրցավարը ձգեց կարծես մկանը Արսեն Ասատրյանը, բայց հիմա հասկանանք ինչ իրավիճակ է մրցավարը ինչ որոշում է կայացնում խաղի կանոնների խախտում կարծես չի նշանակել, այո ամեն ինչ մաքուր է արել Գևորգ Արուշանյանը, բայց ամենայն դեպս հանդիպումը դադարեցեց այո մրցավարը, հիմա ծանոթացնեմ նաև Վոտֆորդի հայտարարությունը Վիցա Գրիգորյանը պաշտպանում է դարպասը համար 1, Նաիրի Պետրոսյան համար 2, Հմայե Կաթայան համար 3, Գևորգ Արուշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Գագիկ Սահակյան համար 10, Արամ Եսայան համար 11, Միքայել Երանոսյան համար 15, Աշոտ Ժամարյան համար 20, Արմեն Մանուկյան համար 21 եւ Կարեն Սիմոնյան համար 22, Ժամարյան այստեղ քիչ էր մնում խլեր գնդակը Պապիկյանը Ժամարյանից, բայց հաստրեց արագորեն ազատվել Ժամարյանը գնդակից Մանուկյան դեպի կենտրոն Ճուխաջյանը հեռացեց Ժամարյան Սիմոնյան վտանգավոր իրավիճակ, վտանգավոր անադարձ, որը կարող է դարպասի գրավման վերածվել, բայց ամեն դեպքում անկյունային վաստակեց Վոտֆորդը, այո ակտիվ է մեկնարկել հանդիպումը երկու թիմերն էլ իհարկե միտված են այս խաղում հերթական 3 միավորին արժանանալու համար եւս մեկ արված ու Ալավերդյանը այստեղ այո փրկեց Չելսին առաջին վտանգավոր պահ ունեցանք ու դա ստեղծեց Վոտֆորդը այս խաղում իսկապես շատ վտանգավոր էր հիմա Չելսին խլեց գնդակը Հարությունյան դեպի առաջ բայց այստեղ շատ ուժեղ ստացվեց Հարությունյանի կատարած փոխանցում ու արդեն Ես իսկ կնետեմ Վոտֆորդի ֆուտբոլիստներ այո մրցաշարային աղյուսակին ծանոթացնեմ որտեղ պատկերը իսկապես շատ հետաքրքիր է Չելսին 4-րդն է այս պահին մրցաշարային աղյուսակում վաստակած 10 միավորով այո Չելսին 6 հանդիպումից հետո ունի 3 հաղթանակ 1 ոչ ոքի եւ կրել է 2 պարտություն բայց իհարկե ինչպիսի հետաքրքիր հանդիպումներ անցկացրեց Չելսին հատկապես նախորդ տուրում երբ կարողացավ հաղթանակի հասնել Նախորդ Էլիտ լիգայի արծաթե մեդալակի Ատլետիկոյի նկատմամբ այո Ատլետիկոյին հանդիպես Չելսին ու շատ վստահ խաղում 4-1 հաշվով ազնվականները հաղթեցին Ատլետիկոյին եւ իհարկե այսօր արդեն պետք է փորձեն իրենց ուժերը Վոտֆորդի դեմ Վոտֆորդն էլ միանշանակ այստեղ է իր Առաջին 3 միավորը վաստակելու Վոտֆորդն ունի 1 միավոր, այո 1 հանդիպում ոչ ոքի ավարտել ու կրել 3 պարտություն, բայց իհարկե դա դեռ առաջնության 1 տարկն էր։
Հիմա Watford-ը արդեն իհարկե ավելի հավաքված է գործում, ավելի այսպես ասած տրամադրված են ցանկացած հանդիպանը, քանի որ այս պայից սկսած ընդհանրապես իհարկե ամեն միավորի կորուստ բոլոր թիմերի համար կարող է ճակատագրական լինել, իհարկե դեռ ամիսներ կան մինչև մրցաշարի ավարտը, ես խոսում եմ իհարկե հետագայի մասին, մրցաշրջանը նոր է մեկնարկել սա թիմերի իհարկե հերթական տուրի շրջանակներում հանդիպում է, բայց ամեն դեպքում իհարկե երբ կունենանք վերջնամասում պատկեր, ես համոզված եմ, որ այնտեղ չի լինի որևէ ակումբով բացայտ առավելություն կունենա միավորների քանակով Սահակյան պետք է բացել հաշիվը ու բարձր է ստացում Սահակյանի հարվածը Watford-ը շատ լավ գրոհեց հիմա էլ Գագիկ Սահակյանը հայտնվեց ուշադրության կենտրոնում, բայց Սահակյանի փորձը բարձր ստացվեց, իհարկե լինենք արդարացի ու ասենք Ալավերդյանը դուրս գալով դարպասից կրճատեց Սահակյանի համար անկյուն ու ավելի բարդ իրավիճակում ամենայն դեպս հարվածեց Սահակյանը եւ չունենք դարպասի գրավում Ալավերդյան շատ լավ փոխանցում դեպի Ասատրյանը կատարեց Ալավերդյանը դեպի աչ Իսրայելյանի ուղղությամբ, բայց այստեղ Մանուկյանն է խլում իրականացնում ու շարժվում առաջ Մանուկյանը հերվից փորձ անդրադարձու այո անդրադարձը տեղի ունեցավ հենց Watford-ի ֆուտբոլիստի Սիմոնյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու Ալավերդյանը կրկին գնդակը կմտցնի խաղի մեջ այո որքան բարձր է հանդիպան տեմպը հենց մեկտարկում ու ես կասկած չունեմ որ ողջ իհարկե հանդիպումը մենք նմանատիպ տեմպով ու բարձր մակարդակով են դիտելու եթե ունենանք իհարկե առաջին դարպասի գրավումը շատ արագ դա արդեն այլ հետաքրքրություն կառաջացնի հանդիպան մեջ, քանի որ վստահ եմ, որ թիմն էլ հայտնվի պարտվողի կարգավիճակում բնականաբար գնալու է կորցրածը ետ բերելու հետևից դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Վիցյա Գրիգորյան ուղարկեց գնդակը Գևորգ Արուշանյանին դեպի աջ, Պետրոսյանն է այստեղ։ Արուշանյանն ու շատ լավ ստացվեց փոխանցում կատարել դեպի ձախ եսրում գտնվող խաղընկերոջ Արմեն Մանուկյանին։ Շարժվում է առաջ Մանուկյանը Սիմոնյան դեպի Ժամարյանը կա Սահակյանը, բայց թույլ է ստացվում այստեղ Ժամարյանի փոխանցում, այո, մի փոքր ուժեղ ու Սահակյանը կստանա հնարավորություն հարված կատարելու, բայց այստեղ հասցրեց Չելսին հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս, եզրային նետում է իրականացնում Սահակյանը, իսկ հիմա Գրիշա Գրիգորյանի իր վրա ընդունեց գնդակը Արսեն Ասատրյան դեպի Հակոբյանը ու շատ ռիսկային էր, բայց իհարկե շատ վստահ փոխանցում այստեղ կարողացավ կատարել Չելսիի ֆուտբոլիստը, Չելսիի պաշտպանը տվյալ դեպքում հայտնվել էր ուշադրության կենտրոնում Ժորա Հակոբյան ու դուրս եկավ Չելսին այդ դրվագում պաշտպանությունից, ճիշտ է հիմա գնդակի կորուստ է տեղի ունեցել ու եզրային նետումը կլինի Watford-ին է։ Պետրոսյան դեպի Ժամարյանը շրջվեց Ժամարյանն էլ թողնում է Վիցյա Գրիգորյանին եւ ուժեղ փոխանցում ենք տեսնում Գրիգորյանից, այո Հակոբյանը նույնպես նախորդ տուրում Ժորա Հակոբյանը դարձավ գոլի հեղինակ, այո խփեց հանդիպան վերջին գնդակը Ատլետիկոյի դարպասը ու իհարկե որքան սառնասրտություն դրսևորեց այդ դրվագում Հակոբյան, իհարկե միթե կարելի էր նման գնդակ խփել նման սառնասրտությամբ, նման մրցակցի դեմ խաղում շատ հանգիստ այսպես ասած գնդակ ուղարկեց դարպասը Եթե լիներ որևէ այլ մեկը կարող էր իհարկե շատ ուժեղ ու բարձր հարված նույնիսկ այդ դրվագից այդ տարածությունից կատարել, որտեղ հայտնվել էր Հակոբյանը, բայց այնքան վստահ է Հակոբյանը, որ գնդակ ուղարկելու է դարպասը, որ նման կերպ գործեց։ Հիմա արդեն ստանդարտ իրականացի Watford-ը Չելսիի դարպասի ուղղությամբ ու տեղադրել է գնդակը Գագիկ Սահակյանը։ Եվ տեսնենք այս ստանդարտը ինչ կտա արդեն Watford-ի ֆուտբոլիստերին կա մրցավարի Սուլիշը Սահակյան փոխանցում ու արվածային հնարավորություն չեղավ Պապիկյանն էլ զարգացնում է արագություն, բայց Մանուկյանը լավ գործեց, եթե ստացվի Պապիկյանի մոտ խլում իրականացնել ու ստացվեց Պապիկյանը ստացավ փոխանցում, բայց որքան բարձր է ստացվում Ջիայ Պապիկյանի հարվածը, այո այնտեղ բախում եղավ նաև Մանուկյանի հետ Պապիկյանի դրվագում, բայց իհարկե խաղի կանոնների խախտում չկար պարզապես Արագության տակ էր Պապիկյան ու չհասցրեց խուսափել այդ բախումից, հիմա Վիցյա Գրիգորյանը գնդակ ուղարկում է դեպի Պետրոսյանը Պետրոսյան դեպի առաջ հասցրեց ուղարկել գնդակը Արուշանյանին
Լավներ Արուշանյանի փոխանցումը, բայց Հակոբյանը արդեն կռայել էր այս ամենը եւ հակագրող կտեսնենք Չելսիից Գրիշա Գրիգորյան ու չանցավ այս փոխանցումը Գևորգ Արուշանյանից, այո, եթե անցներ իհարկե Արդեն բարդ է լինելու Ոթֆորդի համար կառավարել այդ հակագրող Հակոբյան շատ լավ է գործում այս հանդիպման ընթացքում առայժմ Հակոբյանը շատ վստահ է գործում այս մեկտարկային անցած րոպեների ընթացքում Իսրայելյան դեպի Աջ Պապիկյանն այստեղ է Դեպի Իսրայելյանը, բայց այս անգամ է թույլ ստացվեց Պապիկյանի փոխանցում ու հակագրողում է այլ Ոթֆորդը Պողոսյանն ընդունել է գնդակը կա նաև այստեղ փոխանցում ու Ալավերդյանը հասցնում է դուրս գալ դարպասից եւ դիել գնդակին հիմա էլ երկար փոխանցում է կատարում դեպի Պապիկյանը, բայց Նայիրի Պետրոսյանը Ոթֆորդի կազմում առաջիններով արձագանքեց գնդակին Ժամարյան դեպի Սահակյանը Տեսնենք ինչ որոշում է կայացնում Սահակյանը դեպի ձախ շարժվեց, փոխանցում էլ կատարեց, բայց արդեն ուժեղ ստացվեց Սահակյանին։ Կատարած այս փոխանցումը Ասատրյան Լավներ Ասատրյանի փոխանցումը դեպի Իսրայելյանը Նորից դեպի ձախ ուղարկեց Իսրայելյանը Գրիգորյան վտանգավոր իրավիճակ է, բայց հասցրեց Ոթֆորդը դուրս գալ պաշտպանությունից, իսկ այստեղ փոխանցումը մի փոքր ավելի ետ ստացվեց, քան Սահակյանն էր սպասում ու Արուշանյանի բաժինասավ գնդակը երկար փոխանցում ու Վլադիմիր Ալավերդյանը այստեղ նույնպես առանց որևէ խնդիրների վերցնում է գնդակը Իսրայելյան Շուխաջյանին թողեց Հարությունյան Լավ խաղարկեց Չելսին այստեղ գնդակը Պապիկյան Շիրայր Պապիկյան ստացվեց պայել գնդակը Պապիկյանի մոտ Պապիկյան լավներ անցումը բայց արդեն վերջում Նայիրի Պետրոսյանը լավ գործեց Սահակյան հրաշալի անցում Սահակյանից լավներ նաև փոխանցումը Պողոսյան մի փոքր լավ չընդունեց բայց մնաց գնդակը Ոթֆորդի մոտ Արուշանյան հերվից փորձ Հարությունյանը փակում է գնդակի ճանապարհ ու եզից նետելու է Ոթֆորդը Գևորգ Արուշանյան Հիմա սխալվեց Ոթֆորդը հակագրովում է Չելսին Պապիկյանն մի փոքր արագացնել էր պետք, բայց պահեց Պապիկյանը գնդակը ճիշտ է արդեն վերադասավորվեցին Ոթֆորդի պաշտպանները, բայց շարունակվում է Չելսի գրո, իսկ այստեղ արդեն Պետրոսյանը փակեց Հարությունյանի, իհարկե չեմ կարող ասել հարվածի, թե փոխանցման ճանապարհը համենայն դեպս տպավորությունը այնպիսին էր, որ Հարությունյանը դեպի Պապիկյանն էր ուղարկում գնդակը, ոչ թե հարված էր կատարում Սահակյան ընդունեց գնդակը, բայց ստացվեց հարվածել Սահակյանի մոտ շատ լավներ այս երկար կատարած փոխանցումը Հիմա երկու թիմերի կազմում էլ տեղի ունեցավ փոփոխություն, այո գնդակով Չելսին է Հակոբյան, այո Սմբատ Պողոսյանը դուրս եկավ խաղադաշտ երկարատև դադարից հետո Պողոսյանը կրկին խաղադաշտ է վերադառնում, այո Չելսի հայտացուցակում է ու տեսնենք նորամուտի խաղում, բացման խաղում, ինչպես ասում են, վերադարձի խաղում ինչ կփորձի անել արդեն Սմբատ Պողոսյան, այո երկարատև բացակայություններ Պողոսյանից Բայց հիմա նա խաղադաշտում է ու իհարկե վնասվածքից նոր է ապաքինվել, բայց ամեն դեպքում պետք է փորձի այս կարևոր հանդիպան ընթացքում Չելսին օգնել Նայիրի Պետրոսյան երկար փոխանցում հասնում է գնդակը Պողոսյանին, բայց այստեղ արդեն շատ հեռուն գնաց Պետրոսյանի կատարած փոխանցում ու գնդակը կլինի Չելսի ֆուտբոլիստերինը Ալավերդյան կատարեց փոխանցում դեպի Սմբատ Պողոսյանը Գրիգորյան Ժամարյանը միջամտեց դրվագին, բայց այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եզից նետելու եմ Չելսին թողեց Պողոսյանը գնդակը Հակոբյանին ու նա կատարի եզրային նետումը
Երկար փոխանցում դեպի կենտրոն, բայց այստեղ Ժամարյանը շատ վստահ գնդակի խլում իրականացեց ու հիմա արդեն Ոթֆորդն է փորձում գրոյի անցնել, Գրիշա Գրիգորյան փակեց Արուշյանյանի առաջ խաղացումը, հիմա էլ Իսրայելյանը շատ վստահ գործեց, լավներ փոխանցումը դեպի Արսեն Ասատրյանը, Ասատրյան տանում է գնդակի հետ, ուղարկում դեպի ձախ եզր Պապիկյանի ուղղությամբ, բայց այստեղ էլ արդեն Նայիրի Պետրոսյանն է լավ գործում Արդեն եսից պետք է նետեն Չելսիի ֆուտբոլիստները, Պապիկյան լավներ փոխանցումը դեպի Իսրայելյանը, նորից դեպի Պապիկյանը, բայց Պետրոսյանն է հեռացնում գնդակը Եսայան, Գրիգորյան այստեղ էլ հաջող գնդակի խլում իրականացեց Հակոբյան դեպի ձախ Պողոսյանն արագանում է, բայց հասցրեց Երանոսյանը արդեն նահանջել Պապիկյան դեպի Պողոսյաններ ուղված այս փոխանցումը, բայց Ոթֆորդը շատ հաջող է խլում գնդակը, Գևորգ Կարուշյանյանի մոտ է հայտնվել այն, թողեց Նայիրի Պետրոսյանին ու Պետրոսյանից երկար փոխանցման փորձ, բայց Գրիշա Գրիգորյանին դիպավ գնդակ ու չանցավ այս փոխանցումը, Պողոսյանի հետ է գլորում գնդակը դեպի Ալավերդյան ու արդեն տարածությունների իհարկե եւ գնդակը Ալավերդյանի մոտ է Կարլչանան Չելսիի ֆուտբոլիստերի գործողություններում շատ լավ է նաև ոչ միայն կանգնած դարպասում Ալավերդյանը նաև շատ լավ է ու շատ վստահ է խաղում ոտքով իհարկե նա ունիկալ հատկություններ ունի իսկապես Ալավերդյանը կարող ենք տեսնել թե հարպասում թե հարցակման գծում թե հարկ եղած պաշտպանությունը ժամանակ պաշտպանությունում Ալավերդյանն այնպես որ ցանկացած դիրքում իսկապես նա կարող է շատ հաջող ելույթներ ունենալ Երանոսյան չանցավ այս փոխանցումը Ալավերդյանը տիրեց գնդակին ու գլորում է գնդակը դեպի Արսեն Ասատրյանը Ասատրյան երկար փոխանցում Իսրայելյանի ուղղությամբ հասավ Իսրայելյանը գնդակին ու վաստակում է անկյունային այո Պապիկյան Հակոբյան երվից փորձ շեղ է ստացվում այս Ժորա Հակոբյանի կատարած արվածը ու հիմա փոփոխություն տեղի ունեցավ Չելսիի կազմում Եվ այո, Իսրայելյանի փոխանեն հանդիպումը կշարունակի Վովա Խալափյանը Եվ տեսնենք արդեն Խալափյանը իր փորձի առաջարկել, հիմա գնդակը գլորում են Ոթֆորդի ֆուտբոլիստները, բայց Պապիկյանը հաջող գնդակի խլում իրականացեց, Պապիկյան ու հենց Պապիկյանից դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից, բայց խաղի կանոնների խախտում կար Պապիկյանի դեմ պայքարում ու ստանդարտ նշանակեց մրցավար այս դրվագում Գրիգորյան արագ խաղարկեց Չելսին, բայց պետք է ճիշտ տեղից խաղարկել դրա համար Եգոր Ցուլիչը մենք լսեցինք մրցավարի Հիմա արդեն հետ փոխանցում դեպի դարպասապ Ալավերդյանը Չուխաջյան Լավ նկատեց խաղանկերոջը Գրիգորյանը միայնակ է այստեղ փոխանցում Ասատրյանն էլ ավելացեց գնդակի ընթացքը, բայց մի փոքր բարձր է ստացվում հիմա էլ Արսեն Ասատրյանի կատարած արվածը Պողոսյանը հեռացեց ամեն դեպքում գնդակը դաշտի սահմաններից դուրս ու եզից կնետի արդեն Ոթֆորդը Եսայանն է երկար փոխանցում կատարում դեպի Տուգանայինի մատույցներ, բայց Ալավերդյանը այստեղ նույնպես դուրս եկավ, տիրեց գնդակին ու ինչ հրաշալի փոխանցում դեպի Սմբատ Պողոսյանը, հակագրո Չելսիից Պողոսյան, պետք է փոխանցել Պողոսյանը, պահեց գնդակը, իսկ այս փոխանցման ճանապարհը արդեն փակվեց, այո, ավելի շուտ կարող էր ազատվել գնդակից, իսկ հիմա Ոթֆորդը անցել պատասխան գրոյին Միքայել Երանոսյան, հերվից է փորձում Երանոսյան ու այստեղ նորից Հակոբյանն է Փագում գնդակի ճանապարհը նորից Երանոսյան անցումը ստացվեց, բայց գնդակը հեռու թողեց Երանոսյան ու եզից կնետի արդեն Չելսին
Հակոբյան ուղարկեց գնդակը Չուխաջյանին Պապիկյան նորից Չուխաջյան դեպի Ալավերդյանը ու այստեղ ինչ է նշանակում մրցավարը անկյունային արված, եթե չեմ սխալվում, այո արդեն դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից դուրս և ոչ եզրային նետում է նշանակել, այո Ալավերդյանը պայել էր գնդակը ու հետո նոր կատարած փոխանցումը շեղությամբ ստացվեց, բայց Եսայանն է նետելու եզրից երկար ևս մեկ փոխանցում ու այստեղ ոչ ոք չդիպավ գնդակին Պողոսյան կարելի է գրոհել, բայց թույլ տվեց դուրս գա գնդակը դաշտի սահմաններից Պողոսյանը հիմա թողեց Հակոբյանին գնդակը նորից դեպի Ալավերդյանը փոխանցում ենք տեսնում երկար փոխանցում Ալավերդյանից, բայց այստեղ Մանուկյանը ճիշտ դիտավորվեց Պետրոսյան պահեց գնդակը, Պողոսյան Ժամարյանու հետ փոխանցում ենք տեսնում հիմա էլ Ժամարյանից դեպի դարպասապահ Վիցյա Գրիգորյանը Նայիրի Պետրոսյան այստեղ ռիսկային էր ու այո Սմբատ Պողոսյանին է բաժնացնում գնդակը եւ սա արդեն խաղի կանոնների խախտում էր, այո Երանոսյանը խախտեց խաղի կանոնները Սմբատ Պողոսյանի դեմ պայքարում Փոխանցումն էլ կա, բայց հեռացված է գնդակը Ոթվորդի տուգանայինի մատույցներից Չելսին կրկին փորձեց գրոհել եւ այստեղ Մանուկյանը խախտեց այո խաղի կանոնները բաց ոտքով խաղաց այս դրվագում Մանուկյանը եւ սա իհարկե խաղի կանոնների խախտում է անկասկած ու տեսնենք ստանդարտը Վովա Խալափյանն է հիմա այլ գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Խալափյան բարձից փոխանցում դեպի Հակոբյան ու Արուշանյանը հասցրեց այո հեռացնել գնդակը Սմբատ Պողոսյան եւս մեկ փոխանցում բայց շատ հեռուն գնաց այստեղ Պողոսյանի կատարած փոխանցում ու այո եզրային նետում իրականացնի Ոթվորդը այստեղ Հայկ Պողոսյանը միտումնավոր Իհարկե շտիպավ գնդակին շատ ճիշտ վարվեց, քանի որ արդեն դուրս էր գալիս գնդակը դաշտի սահմաններից դուրս Եսայան ու այստեղ էլ նորից Հակոբյանն է շատ վստահ պաշտպանվում, իսկապես Ժորը Հակոբյանը հիանալի խաղակես անցկացրեց, խաղակեսի ավարտն էլ խաղակեսն էլ մոտենում է ավարտին, բայց գրում է Չելսին Պողոսյան ու եթե իհարկե ստացվեր այս հարվածը գեղեցիկ գնդակ կտեսնեինք, բայց բավական բարձր ընթացավ Սմբատ Պողոսյանի հարվածի այս փորձը, այո, փորձեց առանց իհարկե երկմտելու դեպի հեռավոր վերին անկյունն ուղարկելու, այնպես չէ որ վատ էր, այսպես ասած դիրքավորված Պողոսյանը, բայց հարվածը բավական ուժեղ ու բարձր ստացվեց այս դրվագում։ Բարձից փոխանցում Ալավերդյանը այստեղ այո, հեռացեց գնդակը Պողոսյանին, ինչու միայնակ էր իհարկե պետք է հուշեին Պողոսյանին։ Չկար խանգարող մրցակից, ամենայն դեպս կարող էր պահել ու հետո արդեն շատ ճիշտ փոխանցում կատարել։ Երանոսյան եւս մեկ կրոս դեպի Չելսի տուգանային հրապարակ, բայց Ալավերդյանը նորից վերցնում է գնդակը։ Ու դեպի Սմբատ Պողոսյանն է կատարում այս փոխանցումը, այո, բայց մի փոքր ուժեղ ստացվեց ու Վիցյա Գրիգորյանը վերցեց գնդակը դարպասից դուրս գալով Գևորգ Արուշանյան։ Դեպի ձախ է գլորում Մանուկյանի ուղղությամբ ու այո, եզից կնետի Չելսին պրեսինգի շնորհիվ Պապիկյանը վաստակեց այստեղ գնդակը Չելսիի համար, եզրային է տուն ճիշտ է Խալափյան վտանգավոր է Վովա Խալափյան ու դարպասի գրավում ունենք 1-0 Չելսին վերջամասում խաղակեսի առաջ է անցնում հաշվի մեջ
Խալափյան 1-0 Չելսին առաջ անցավ հաշվում է, այո 1 րոպե պետք պաշտպանվել միջև ընդմիջում Չելսիի համար այս առավելությունը պահպանելու համար, այո, թվաց մի բան որ չի ասի Խալափյանը գնդակին, բայց ողջ արագություն իհարկե գործի դրեց ու բացեց հանդիպան հաշիվը, առաջի դարպասի գրավում ունեցանք խաղակեսի վերջնամասում ու տեսնենք Ոթֆորդը ինչպես պետք է փորձի պատասխանել այս բաց թողած գնդակին։ Եսայան թիկունքից խախտեց Հակոբյանը խաղի կանոնները։ Սա կարող է լինել խաղակեսի վերջին դրվագը։ Իհարկե, տեսնենք։ Ամենայն դեպս հիմնական ժամանակի վերջին վարկյաններն են ընթանում, բարձից փոխանցում հեռացեց Չելսին գնդակը, Պապիկյան կարող էին հակագրոհել նույնիսկ, բայց այստեղ Արուշանյանն է վստահ գործում, հարվածային է Արուշանյանի դիրք ու շեղությամբ ստացվեց Գևորգ Արուշանյանի կատարած հարվածը եւ խաղակեսը այո հենց այստեղ էլ ավարտվեց 1-0 Վովա Խալափյանի խփած գնդակի շնորհիվ Չելսին հաղթում է առաջի խաղակեսից հետո կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Ֆուտբոլասերը բարեկամներ մեկնարկում է Չելսին ընդդեմ Ոթֆորդի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո ունենք մեկ դարպասի գրավում այո Վովա Խալափյանը կարողացավ 24-րդ րոպեին առաջ մղել Չելսին հաշվի մեջ այո Պապիկյանը նետեց եզից որից հետո Վովա Խալափյանը գրավեց դարպաս այո միայնակ էր մնացել Վիցյա Գրիգորյանի դիմաց ու շատ լավ դարպասի գրավում ունեցանք հիմա էլ վտանգավոր գրոհ ենք տեսնում Չելսիից բայց այստեղ չստացվեց Գևորգ Հովանիսյանի մոտ փոխանցում կատարել, այո, չնստեց գնդակը Հովանիսյանի ոտքին ու հիմա արդեն պետք է փորձի խորքից Ոթֆորդը սկսել, այո, Ոթֆորդը իհարկե ունեցավ պահեր առաջի խաղակեսում, բայց չօգտագործեց դրանցից գոնը մեկը եւ խնդրեմ խաղակեսի վերջնամասում Չելսին այսպես առաջ անցավ հաշվի մեջ, բայց իհարկե Ոթֆորդը դեռ կասկած չունեմ, որ երկրորդ խաղակեսում կունենայի ոչ թե մեկ, այլ մի քանի հնարավորություններ, այլ հարցը իհարկե դրանք ինչպես կփորձի օգտագործել Հերվից Փոր Չուխաջյանը փակեց գնդակի ճանապարհը Մանուկյանն ու թույլ տվեց գնդակը դուրս գայո դաշտի սահմաններից եզից է նետելու Ոթֆորդը Շամարյան ուղարկեց Եսայանի ուղղությամբ գնդակը Փոխանցում առաջ Ասատրյանն է այստեղ դաշտի միջին հատվածում արձագանքում գնդակին, բայց իհարկե գրոհել Չելսիի մոտ այստեղ չստացվեց։ Պարզապես սա մի փոքր հեռացման փորձ էր Ժամարյան նորից գնդակով Ոթֆորդը։ Հիմա էլ նորից խնդրեմ Չելսին վերականգնեց, բայց Սահակյանը լավ գործեց, իսկ հետո արդեն հարվածային դիրքում չստացվեց հայտնվել Գագիկ Սահակյանի մոտ ու ինչ այստեղ Սահակյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, թե Չելսիի ֆուտբոլիստից Անկյունային, ոչ, անկյունային է վաստակում Ոթֆորդը, այո, Հակոբյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս ու անկյունային է տեսնենք ինչպես կխաղարկեն Ոթֆորդի ֆուտբոլիստերը, Արամ Եսայանն է տեղադրում գնդակը Բարձից փոխանցում դեպի Արուշանյանը, Արուշանյանն էլ հարվածեց, բայց այստեղ մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակի, իսկ Սիմոնյանի փորձը բավական բարձր է ստացվում, այո, սա էլ վտանգավոր պահ է Ոթֆորդից Չուխաջյան Ասատրյան դեպի ետ Ալավերձյանը ընդունեց գնդակ ու երկար փոխանցում դեպի Իսրայելյանը, բայց արդեն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս Հակոբյան շատ վստահ է գործում, Հակոբյան այս դրվագում նույնպես, բայց փոխանցումը չանցավ, մնաց գնդակը նրա մոտ դեպի Սմբատ Պողոսյանը ու ետ է ուղարկում Պողոսյանը Ալավերձյանի ուղղությամբ, այո Չելսին փորձում է խորքից ևս մեկ դասական գրոհ սկսել Էդիկ Հարությունյան
Երկար փոխանցում լավ էր նկատել այստեղ Պողոսյանի առաջխաղացումը, բայց Երանոսյանը փակեց գնդակի ճանապարհը Գագիկ Սահակյան դեպի ձախ ուղարկեց մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը, բայց Սիմոնյանը ամեն դեպքում հասավ գնդակին անցումն էլ կատարեց Սիմոնյանը դիտքը հարվածային է Ժամարյան հարվածն էլ կա ու Ալավերդյանը նորից այո Խանգարեց այստեղ Ոթվորդի ֆուտբոլիստերին դարպասը գրավելու գործում Չուխաջյանը նույնպես սանկում կատարեց ու ամեն դեպքում երկուսը միամուր ուժերով թույլ չտվեցին որպեսզի գնդակը հայտնվի դարպասում Ոթվորդը ակտիվացել է երկրորդ խաղակեսում իհարկե նրանք պետք է փորձեն հավասարեցնել հանդիպան հաշիվը Արուշանյան եւս մեկ փոխանցման փորձ էր սա ու Չուխաջյանը կրկին հագեց գնդակի ճանապարհը եւ Սմբատ Պողոսյանը լավ չվարվեց այստեղ այո գնդակի հետ ու նորից անկյունային Վաստակում եմ Ոթվորդը անկյունայինները իհարկե ընդհանրապես ստանդարտները Ոթվորդը շատ վտանգավոր է խաղարկում եւ իհարկե նախորդ դրվագում մենք համոզվեցինք դրանում երբ Արուշանյանը ստացավ հարված կատարելու հնարավորություն այս մեկը տեսնենք դա ստանում է Սիմոնյանը բայց Սիմոնյանի հարվածն էլ չի ստացվում այս անգամ ու Վլադիմիր Ալավերդյանը կրկին ուժեղ փոխանցումով սկսում է Չելսի եւս մեկ գրո լավներ փոխանցումը Սմբատ Պողոսյան դեպի կենտրոն ու հիմա կարող էր առաջին գնդակը խփել Գևորգ Հովանեսյանը բայց այստեղ ստացվեց գրավել դարպասը երկու փոխանցում պահանջվեց Չելսիից հարվածային դիրք դուրս բերելու համար Գևորգ Հովանեսյանին մեկը կատարեց դարպասապահ Ալավերդյանը մյուսն էլ Սմբատ Պողոսյան ու արդյունքում Հովանեսյանի հարվածից հետո հենց Հովանեսյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս նույնիսկ անկյունային չվաստակեց Չելսին իսկ այստեղ խախտում է այո վաստակել Ոթվորդը բավական վտանգավոր դիրքում կար խաղի կանոնների խախտում Արամ Եսայանի դեմ պայքարում ու տեսնենք այս ստանդարտը արդեն ինչ կբերի Ոթվորդին անկյունայինները համենայն դեպս վտանգավոր էին, բայց դարպասի գրավման չվերացվեցին, գուցե այս տուգանայինը կարողանան լավ իրացնել Ոթվորդի ֆուտբոլիստները, Երանոսյանն է գնդակի մոտ, կա մրցավարի սուլիչը Միքայել Երանոսյան, Բարձից փոխանցում ու այստեղ շատ վտանգավոր իրավիճակ էր, եթե հիմա ստացվեր գնդակը շեղել որևէ մեկի մոտ իհարկե թե Արուշանյանը, թե Սիմոնյանը այդ դիրքում կանգնած սպասում էին, բայց ոչ ոք չարձագանքեց այս գնդակին։ Արդեն բարդ է ասել, Ալավերդյանը կփրկե Չելսին, թե ոչ այստեղ շատ մոտ տարածությունից էր հետևելու հարվածը եւ իհարկե սա իրական հնարավորություն էր, որը նորից շոկ գործեց Ոթվորդը հաշիվը հավասարեցնելու համար, իսկ Չելսին իհարկե կարող է այս ամենից դասեր քաղել Ասատրյան լավներ անցումը Հարությունյան Ասատրյան վտանգավոր է Ասատրյան ու Վիցյա Գրիգորյանն է հիմա էլ փրկում Ոթվորդին այո եղավ նաև անադարձ Ոթվորդի ֆուտբոլիստից ու ամեն դեպքում Վիցյա Գրիգորյանը ճիշտ դիրքավորվեց եթե Ասատրյանը հիմա կրկնապատկեր Չելսի առավելությունը ապա ծայր է եղել իրավիճակում արդեն կհայտնվեր Ոթվորդի չօգտագործած պահերից հետո Պապիկյանն է իրացնում անկյունային փոխանցում Սիմոնյանն այստեղ լերացեց Եսայան բայց Հակոբյանին բաժին ասավ գնդակը, հետո էլ Հակոբյանը գործերեց Գևորգ Արուշանյան Սահակյանին է ուղարկում բայց Գագիկ Սահակյանը գնդակը կատարեց փոխանցում, բայց արդեն Արսեն Ասատրյանը շատ ճիշտ դիրքում հիթքավորվեց ու փակեց գնդակի ճանապարհը Իսրայելյան հիմա էլ գրո ենք տեսնում Չելսիից Պապիկյան վտանգավոր է Պապիկյան ու հիմա էլ օրիզոնական դարպասածողն է փրկում Ոթվորդին այո շատ լարված րոպեներ են հիմա խաղադաշտում թիմերին ընդամենը վարկյաններ է անհրաժեշտ մեկը մյուսի դարպասի ուղղությամբ սպառնալու համար, բայց առայժմ ունենք միայն մեկ դարպասի գրավում, որը իրականացրել է Չելսի ֆուտբոլիստ Վովա Խալափյանը խաղակեսի վերջնամասում Երանոսյան դեպի Սահակյանը Ես ռիսկ նետեին Ոթվորդը երկար փոխանցում ու նորից Ալավերդյանը վերցրեց գնդակը ու ինչպիսի փոխանցում դեպի Պապիկյանը, բայց Վիցյա Գրիգորյանն էլ այստեղ է հասնում դուրս գալ ու հեռացնել գնդակը պետք է եզից նետի Չելսին արագ խաղարկեց Պապիկյանը գնդակի Իսրայելյանի հետ դեպի կենտրոն Էրիկ Հարությունյան թողնում է գնդակը Չուխաջյանին
Ասատրյան շատ լավ շրջվեց, Արսեն Ասատրյանը վտանգավոր իրավիճակ է, փոխանցումներ կա Իսրայելյան ու կողքից դիպավ գնդակը ծանցին, սա էլ Չելսիի վտանգավոր ևս մեկ գրող, ամեն ինչ իդեալական արեց։ Արսեն Ասատրյանը և հիմա էլ Իսրայելյանի հարվածը շեղությամբ ստացվեց ու դեղին քարտ էլ ունեցան խաղում, առաջին դեղին քարտը ստացավ Իսրայելյանը, Գևորգ Արուշանյան աղարկում Սահակյանի հետ, Սահակյան վտանգավոր է փոխանցում, բայց Էրիկ Հարությունյանը փակում է գնդակի ճանապարհը ու հիմա անկյունային նորից կիրականացնեն Ոթֆորդը, Սահակյան փոխանցում Ալավերդյանն է հիմա այլ վերցում ու ձեռքով տեսեք որքան տարածություն նետեց Ալավերդյանը դեպի Պապիկյանը, բայց այստեղ երկու մրցակից առան շրջափակման մեջ Պապիկյանին, իսկ հիմա էլ Իսրայելյանից գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից դուրս Եսայան հետ փոխանցում դեպի Մանուկյանը Երանոսյան դեպի աչ ուղարկեց գնդակը դեպի Գագիկ Սահակյան ու հիմա աչ եզրով է փորձում Ոթֆորդը գրոհել լավներ այստեղ էլ փոխանցումը դեպի Արամ Եսայանը Արուշանյանը ստացավ միջին հատվածում գնդակը նորից Եսայան թողեց Արուշանյանին, փորձում է իհարկե Ոթֆորդը իր համար հարվածային դիրք ստեղծել, Մանուկյան լավ չընդունեց մի փոքր, բայց պայեց գնդակի մոտ Մանուկյանը։ Հիմա կա պրեսինգ Պապիկյանից, բայց ասնում է ազատվել Մանուկյանը գնդակից, Գրիգորյան դեպի աջ, նորից Արուշանյանն այստեղ է, Սահակյան, Գևորգ Արուշանյան վտանգավոր գրոհ է ու այստեղ էլ Իսրայելյանը կանգնեց գնդակի ճանապարհին Մանուկյան կրոս դեպի Տուգանայինի մատույցներ ու նորից Ալավերդյանն է հեռացնում գնդակը այո շատ վստահ է հեռացումներ իրականացնում Ալավերդյանը հատկապես երբ գնդակը իհարկե երկրորդ հարկից է մոտենում իրեն իսկ այստեղ այո կար խախտում Չելսիի ֆուտբոլիստի դեմ պայքարում ու ստանդարտ է վաստակել արդեն Չելսին Հակոբյան ուժեղ փոխանցում առաջ Երանոսյանն առաջինն էր Սահակյանին ուղարկեց գնդակը մի փոքր հանգստացավ հանդիպումը բայց իհարկե թիմերը կարծում եմ այս րոպեներին ավելի շատ ուսումնասիրում են մեկը մյուսին Ալավերդյան նորից ստացվեց հեռացնել այս անգամ էլ Սիմոնյանի հարվածը այո բավական վտանգավոր է ստացվում վարկյանների հարց է ընդամենը բաժանում թիմերին մեկը մյուսի դարպասին իհարկե հարված կատարելու համար այսպիսի բարձր տեմպով հանդիպում ենք դիտում Հետեց Իսրայելյանը Գրիգորյան երկար փոխանցում դեպի Պապիկյանը Պապիկյան վտանգավոր է բայց Վիցյա Գրիգորյանը հասցրեց դուրս գալ դարպասից ու հեռացնել գնդակը Պողոսյան եւ հետ փոխանցում դեպի Ալավերդյանը կատարեց իսկ այստեղ սխալվեց Չելսին ու հիմա Ոթֆորդը չի օգտվում իր ևս մեկ հնարավորությունից հիմա էլ Սահակյանի հարվածը փակվեց այո եթե չեմ սխալվում կրկին Ժորա Հակոբյանը փակեց գնդակի ճանապարհը Բարձից ևս մեկ փոխանցում հեռացված է գնդակը դաշտի սահմաններից դուրս Երանոսյան ևս մեկ փոխանցում Էդիկ Հարությունյանն է այստեղ էլ առաջինը գործում Երանոսյանի վերադարձավ գնդակ իսկ այս փոխանցումը արդեն Վլադիմիր Ալավերդյանի համար է նախատեսված վերցրեց գնդակ ու ևս մեկ ֆանտաստիկ փոխանցում դեպի Պապիկյանը կարողացավ կատարել բայց Սահակյանն է այստեղ էլ լավ գործում Գևորգ Արուշանյան գուցե հեռվից փորձի Արուշանյանը ոչ փակվեց Նրա հարված կատարելու ճանապարհը ինքները տեսակ 3 մրցակից անմիջապես Արուշանյանի շրջափակման մեջ արավ Պապիկյանը գնացել է պրեսինգի ու խախտեց այո խաղի կանոնները
Սահակյանին գլորեց գնդակը Արուշանյանը Սահակյանի հերվից փորձը կտեսնենք արդյոք Սահակյան փոխանցում անկյունային այո վաստակեց Վոտվորդը այստեղ էլ Հիմա Սիմոնյանը իրականացնի անկյունայինը Եվս մեկ փորձ Ալավերդյանը նորից է հեռացնում գնդակը Պապիկյանը դեպի Ասաֆ Պապիկյանին գնդակը կարող է հակագրով ստացվել Չելսիի բայց չհասկացան այստեղ էլ միմյանց Պապիկյանն ու Պողոսյանը արդյունքում կորցրեց գնդակը Չելսին Եսից այո կնետեն Վոտֆորդի ֆուտբոլիստները ու հիմա էլ կար խախտում այո Գրիգորյանին են պայքարում 10 րոպե մինչև հանդիպան ավարտ, այո 15 րոպե արդեն անցավ երկրորդ խաղակեսից այդքան բարձր է հանդիպան տեմպը, որ նույնիսկ ժամանակին այսպես ասած ուշադրություն չդարձրինք Հարությունյան անկյունային է վաստակում Հարությունյանը Չելսիի համար Ֆրա դզի հարվածի Հետևդ կա, ձախդ կա, քո հետևն կա, ազատա Պապիկյան բարձից փոխանցում այստեղ էլ խախտում կար Հակոբյանի կողմից այո Ստապում է արդեն Վոտվորդի իհարկե հասկանում են որքան մոտենա հանդիպմանը ավարտը այնքան ավելի կվարտանա Վոտվորդի խնդիրը իսկ նրանք կարծում եմ դեռ այս րոպեի դրությամբ միայն չեն մտածում փրկվելու մասին իհարկե եթե արագ խփի Վոտվորդը պատասխանը կարող է նաև մտածել հաղթանակի մասին այս խաղում ինչու ոչ դեռ ունի խաղաժամանակ ես խոսում եմ ժամանակի տեսանկյունից ճիշտ է եկեք չմոռանանք բայց ամեն դեպքում որ Չելսիի դարպասը պաշտպանում է Վլադիմիր Ալավերդյանը շատ փորձառու դարպասապահելում ու նրան նույնիսկ մեկ գնդակն է իհարկե բավական բարդ հեղինակել տեսնենք Վոտվորդը իհարկե այս վերջին րոպեներին կարծում եմ կթողնի ամեն ինչ երբ հանդիպման մնալ հաշված րոպեները մոտավորապես իհարկե 2-3 կամ 4 րոպե ու կնետվի առաջ այդ հանդիպման հաշիվը հավասարեցնելու այդ պատասխան գնդակի հեղինակելու համար բայց իհարկե եթե խփի Չելսին երկրորդը ապա ասլվականները իհարկե այդ գոլով արդեն մեծ քայլ կկատարեն դեպի 3 միավորը ու հիմա կա արդեն Սուրիչը փոփոխությունը տեղի ունեցավ այո Հարությունյանի փոխարենել Արսեն Ասատրյանը վերադարձավ խաղադաշտ Ալավերդյան երկար փոխանցում առաջ Իսրայելյանն ավելացեց գնդակի ընթացքը Պապիկյան Իսրայելյան պահել է գնդակը ուղարկեց Ասատրյանին դեպի կենտրոն Գրիշա Գրիգորյանն էլ հարվածեց բայց բարձր ստացվեց այստեղ Գրիգորյանի հարվածը Այո ինչ լավ հնարավորություն էլ հիմա ունեցավ Չելսին, բայց չօգտվեց Գրիշա Գրիգորյանը այդ հնարավորությունից Սահակյան, դեպի կենտրոն, Արուշանյանին բաժին հասավ գնդակը լավներ այս փոխանցումը ու Եսայանը այստեղ եթե ընդուներ ու հարվածեր ապա իհարկե եռակի կբարձրացներ Վլադիմիր Ալավերդյանի խնդիրը, բայց շատ հանգիստ վերցրեց գնդակը Ալավերդյանը, իսկ այս փոխանցումը հասավ Սմբատ Պողոսյանին, բայց արդեն դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից դուրս, նորից միայն Պողոսյանը հասավ այս գնդակին, Երանոսյան, երկար փոխանցում առաջ դեպի Գագիկ Սահակյանը, Սմբատ Պողոսյանն է միջամտում Սահակյանի հետ պայքարին մնաց Սահակյանը գնդակով հարվածեց ու նորից Ալավերդյանն է վերցնում գնդակը նույնիսկ ետ չմղում այս հարվածները պարզապես ֆիքսում է գնդակը Ալավերդյանը իհարկե շատ լավ է իսկապես շատ լավ է տեքս վաղեցել դարպասում իսկ հիմա ինչ է կատարվում դեղին քարտել ստանում է Ալավերդյանը Փոխանցում դեպի Ասատրյանը
Լավ չէր մի փոքր այս փոխանցումը Սահակյանը խլեց գնդակը Սահակյանը շարժվում է առաջ Սահակյան հարված է սա ու Ալավերդյանը նորից է դիրում գնդակին այո ինչ է կատարվում հիմա խաղադաշտում անում է Ոթֆորդը իսկապես ամեն ինչ բայց այդ վերջին հարվածը իհարկե չի հայտնվում ցածում Իսրայելյանն ու հիմա կարող էր վերջակետը դնել Իսրայելյան այս հանդիպման բայց չստացվեց հարվածել Իսրայելյանի մոտ Սահակյան Շկա խաղի կանոնների խախտում պետք է շարունակել հանդիպումը Սիմոնյան վտանգավոր իրավիճակ է հարվածնել այստեղ փակվեց Գրիգորյանը լեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս Երանոսյան շատ խառը պայքար է ընթանում ու հիմա արդեն մրցավարը դադարեցնում է հանդիպումը տեսնենք ինչ է պատահել Սահակյանին հայո Սմբատ Պողոսյանն հիմա եթե չեմ սխալվում ստացավ դեղին կարտ Երանոսյան դեպի աջ Նայիրի Պետրոսյանի ուղղությամբ Սահակյան ամեն ինչ կարգին է այո Սահակյանի հետ շարունակում է Ոթֆորդի 10 համար այս հանդիպումը Երանոսյան վերջին ուժերին է փորձում Ոթֆորդը ներդնել այս հանդիպման մեջ Գևորգ Արուշանյան գուցե փորձի ոչ սա փոխանցում էր իհարկե հաշվարկված փոխանցում էր կատարում Արուշանյան ու եթե ասեն նաև Գրիշա Գրիգորյանից գնդակը միանգամից 2, 3, 4 ֆուտբոլիստ նույնիսկ կարող էր միայնակ մնալ դարպասապահ Ալավերդյանի դիմաց այդպիսի իհարկե հաշվարկված փոխանցում էր արդեն կատարել Գևորգ Արուշանյանը բայց Գրիշա Գրիգորյանը լավ գործեց Պողոսյան դեպի Սիմոնյանը Սիմոնյան սա թաքտված արված էր բայց շեղությամբ ստացվեց հիմա էլ Սիմոնյանի փորձը Երկար փոխանցում առաջ այստեղ չստացվեց գրոհել Չելսիի մոտ հասավ գնդակը Վիտյա Գրիգորյանին Միքայել Երանոսյան Երանոսյան հասցրեց այո փոխանցում կատարել Պողոսյանին ստացավ պատասխան ու գրոհի է շարժվում Ոթֆորդը Երանոսյանը ձախ եզրով տեսեք որտեղ է հասել ինչ փոխանցում է կատարում ու շեղ է ստացվում հիմա էլ Սիմոնյանի հարված այո արդեն կարծում եմ այս դրվագում եթե գնդակը ընթանար դարպասին Ալավերդյանը արդեն չէր հասնի շատ լավ էր անկյունում նկատել Սիմոնյանը բայց շեղությամբ կատարեց հարվածը Ալավերդյան նորից ուժեղ փոխանցում այս անգամ Ասատրյանի ուղղությամբ, բայց Պետրոսյանն է հիմա էլ գնդակը ուղարկում առաջ Սահակյան Հարությունյան պայքարը ու չկար խախտում, բայց Հարությունյանի փոխանցումը փակվեց, իսկ հետո արդեն Արուչանյանը վերցեց գնդակը վտանգավոր գրոհի է փորձում Ոթֆորդ անցնել Հարությունյանը այստեղ էլ խլում իրականացրեց Էրիկ Հարությունյան պահել է գնդակը ու դեպի կենտրոն Ասատրյանին շատ լավներ փոխանցումը Ասատրյանն էլ ավելացեց, բայց խախտել է Երանոսյան այո խաղի կանոնները Ասատրյանի դեմ պայքարում ու ստանդարտը տեսնենք ճիշտ է մի փոքր հերո է տարածությունը, բայց Չելսին ունի կատարողներ իր կազմում, կարծես հարվածի է պատրաստվում Էրիկ Հարությունյանը կամ գուցե իհարկե փոխանցում դիրքը մի փոքր հերո է, բայց սա փոխանցում էր, որից հետո կարող էր այստեղ ինքնագոլ գրանցվել, այո, Նայիրի Պետրոսյանը, եթե չեմ սխալվում, այդտեղից ուշադրության կենտրոնում, բայց հեռացեց գնդակը, ճիշտ է, սեփական դարպասի ուղղությամբ էր ընթանում գնդակը, բայց ինչևէ անկյունային է վաստակել Չելսին, Պապիկյան բարձից փոխանցում ու այստեղ էլ Սմբատ Պողոսյանն է հասնում գնդակին, Պողոսյան անցումն էլ կա, փոխանցումը նույնպես, բայց մի փոքր անհաշվե նկատ էր այս փոխանցումը, Սահակյանն է շարժվում առաջ աջ եզրով Սահակյան, փոխանցում դեպի կենտրոն ու անկյունային հիմա արդեն իրականացնի Ոթֆորդը Չելսիի դարպասի ուղղությամբ
Սահակյան, բարձից եվս մեկ փոխանցում, Եսայանն էլ հարվածեց ու Ալավերդյան այս անգամ արդեն դրվագին չմիջամտես նկատելով, որ հարվածը շեղ է ընտրանում և հիմա իհարկե արդեն մի փոքր կփորձի Չելսին հանգստացնել հանդիպան տեպը, վերջին րոպեներն են ընթանում հանդիպան ու տեսնենք այս քիչ ժամանակահատվածում Վոտֆորդը ինչպես է փորձելու փրկվել պարտությունից, իհարկե Չելսին էլ միանշանակ փորձելու այս ձեռք բերած այս մեկ գնդակի առավելությունը վերացել 3 միավորի Սիմոնյան պահել է գնդակը, Սիմոնյանը շարժվում է առաջ, զարգացնում է արագություն, բայց Չուխաջյանն էլ այստեղ լավ գործեց, հեռացման փորձ, ինչ այստեղ Նայիրի Պետրոսյանը Ամենայն դեպս 11-6 են պահանջում Վոտֆորդի ֆուտբոլիստները, մրցավարը մոտ էր կանգնած, ոչինչ չնշանակեց, բայց կարծում եմ կդիտի դրվագի կրկնապատկերը Սահակյան բարձր ստացվեց հարվածը, իսկ հիմա այո մրցավարը ուսումնասիրի նախորդ դրվագը հասկանանք կար ձեռքով խաղ թե ոչ։ Դիտեց այո մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Չելսի դարպասի ուղղությամբ այո վերջնամասում Վոտֆորդը ստանում է ամենալավ հնարավորությունը իհարկե պարտությունից խուսափելու համար 11 մետրանոց հարված ու տեսնենք ով է այս պատասխանատու պահը վերցնելու իր ուսերին չմոռանանք իհարկե որ Ալավերդյանի դեմ է մրցելու այդ 11 մետրանոց իրացնողը ու տեսնենք Ալավերդյանը կփրկի Չելսին իհարկե եթե յետմղի 11 մետրանոց անկասկած հանդիպան լավագույն ֆուտբոլիստը կճանաչվի Ալավերդյանը բայց Չտապենք, քանի որ հարվածողն էլ Գևորգ Կարուշանյանն է շատ լարված իրավիճակ է 1 րոպե է մնացել հանդիպան ավարտին ու տեսնենք այս փորձը Վոտֆորդի ինչպես է ստացվելու այո այդքան հարվածները Ալավերդյանը ետ է մղել բայց կարող է հիմա եւս մեկը անելու ամենակարևորը դա կլինի իհարկե այս խաղում Կասուլիչ Արուշանյան հարված ու անկասելի է հարվածը 1-1 հաշիվը հավասար է Գևորգ Կարուշանյանը գրավում է դարպասը ու հավասարեցնում այս հանդիպան հաշիվը Մեկ այո Գևորգ Կարուշանյանի հարվածը դիպուկ ստացվեց ու վերջնամասում Վոտֆորդը հավասարեցեց հանդիպան հաշիվը կարծում եմ 1-2 գրոյի հնարավորություն նորից Չելսին կստանա նորից հաղթանակի հասնելու համար բայց արդեն իհարկե բարդացավ ամեն ինչ ու փոխարենը Վոտֆորդի հակագրոհում Սիմոնյան վտանգավոր է Սիմոնյան պետք է գրավել դարպաս ու այստեղ արդեն Ալավերդյանն է փրկում իսկ հիմա ինչ են պահանջում Չելսի ֆուտբոլիստները անկյունային է կարծես նշանակել մրցավարը Ոչ թե անկյունային այլ հարված դարպասից Ալավերդյանը գնդակը գլորում է Չուխաջյանի ուղղությամբ շարժվում է առաջ Չուխաջյանը Դեպի աչ Պողոսյանն այստեղ է դեպի կենտրոն Հարությունյանի ուղղությամբ վերջին ուժերն է Չելսին ներդրել երկար փոխանցում դեպի Արսեն Ասատրյանը Իսկ այստեղ էլ գնդակի կորուստ ու հիմա գրով Վոտֆորդից կտեսնենք ոչ Հակոբյանն է հիմա լավ գործում Շահունակությունը պետք է հաղորդել գրոյին Ասատրյան ստացվեց փոխանցել Պողոսյան պետք է հարվածել Պողոսյան ու ինչ է այստեղ հիմա էլ Հայ Պողոսյանը մաքուր գործեց բայց կարող է հակառակ պատկերը հիմա առաջանալ Վոտֆորդի տուգանային մատույցներում մրցավարը կուսումնասիրի դրվագը թե ոչ հիմա իհարկե Կդիտի կարծում եմ մրցավարը դրվագի կրկնապատկերը ապահովության համար Այո, կուսումնասիրի մրցավարը դրվագ ու տեսնենք
Դիտեց մրցավարը դրվագի կրկնա պատկերը ու այո հիմա էլ 11 մետրոնոց հարված է վաստակում Չելսին Վոտֆորդի դարպասի ուղղությամբ պայոկ կար ակդայի 11 մետրոնոց այս իրավիճակում խախտում Սմբատ Պողոսյանի դեմ պայքարում ու հիմա եթե Չելսին գրավի դարպասը սա հանդիպան վերջին դրվագն է կարճանանա հերթական 3 միավորի Չելսին բայց տեսնենք նախ վաստակելը բավական չէ պետք է այս հարվածը դիպուկ իրականացնել Ու տեսնենք Սմբատ Պողոսյանն է կարծես պատրաստվում հարվածը կատարելուն սա իհարկե ամենակարևոր բանն է այս հանդիպան եթե Պողոսյանը գրավում է դարպասը հաղթում է Չելսին եթե ոչ հանդիպումն ավարտվում է ոչ ոքի հաշվով շատ լարված իրավիճակ է ու տեսնենք Վիդյա Գրիգորյանը կփրկի ամեն դեպքում թե Սմբատ Պողոսյանը դիպուկ կհարվածի նշակետից Շատ, իսկապես շատ լարված իրավիճակ է, ամեն ինչ պատրաստ է արդեն հարվածի ու կարող է իհարկե Սմբատ Պողոսյանը վերադարձի խաղում գոլով տոնել իհարկե այն էլ ինչպիսի դարպասի գրավում այսպիսի կարևոր խաղում կա Սուլիչը Պողոսյան անկացել է 2-1 Չելսին նորից առաջացնում հաշվի մեջ ու նորից հաղթողի կարգավիճակում է հայտնվում Երկու մեկ Սմբատ Պողոսյանի հարվածը նույնպես դիպուկ էր ու հայո ինչ լարված հետաքրքիր ու դրամատիկ վերջնամաս ենք ունենում հիմա իհարկե արդեն պետք է Չելսին 1 րոպե պաշտպանվի պարզապես 3 միավոր վաստակելու համար Եսայան ավելացեց գնդակի ընթացքը Ալավերդյանն էլ այստեղ վերցնում է գնդակը ու իհարկե հիմա արդեն Վլադիմիր Ալավերդյանը չի շտապի հիմա իհարկե դա ձեռնտու չէ Չելսին Ուժեղ փոխանցում առաջ, այստեղ էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս եւ դա իհարկե չի հետաքրքրում Չելսի ֆուտբոլիստերին Վոտֆորդի հիմա նետվելու է առաջ ողջ կազմով այս խաղում երկրորդ անգամ հանդիպան հաշիվը հավասարեցնելու, բայց այս անգամ արդեն տեսնենք կստացվի թե ոչ Ժերանոսյան վերջին գրոհը կարծում եմ վերջին ուժերն է Վոտֆորդը ներդնում Կա փոխանցումը դեպի կենտրոն Եսայան հետ ուղարկեց գնդակը Վիդյա Գրիգորյան դեպի Աճարուշանյանն այստեղ է Դեպի Սահակյանը, բայց գնդակը խլեց Չելսին ու վերջ հանդիպումը այստեղ էլ ավարտվեց այս լարված դրամատիկ ու հետաքրքիր հանդիպումը այոյի վերջը ավարտվեց ծափահարություններ միայն ու միայն այս երկու թիմերին այս հրաշալի երեկոյի համար, բայց 2-1 հաշվով հաղթեց Չելսին Սմբատ Պողոսյանի գոլը որոշիչ եղավ ու Չելսին վաստակեց հերթական 3 միավորը խաղային օրը նույնպես մեզ մոտ ավարտվում է այս հանդիպումով բարի գիշեր ու ամենայն բարիք